Տեխնացու Ռոբերտ Քոչարյանը։ Վանաձոր գալուց միշտ հիշում եմ, որ ես դեռ 89 թվականին ձեր կողմից ընտրվել եմ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Չգիտեմ, հիշում եք, թե չեք հիշում։ Եվ 90 թվին, եթե չեմ սխալվում, վերընտրվել եմ։ Ուրեմն իմ առաջին մուտքը, այսպես ասենք, ազգային ազատագրական պայքարից դեպի քաղաքականություն սկսել է այստեղ։ Եվ հենց այդ պատգամավորական մանդատը ինձ լրջորեն օգնել է Ղարաբաղում հասնել այն հաջողություններին, որոնք մենք այն ժամանակ ունեցանք։ Շատ լուրջ պաշտպանիչ ուղղակի մի վահան էր, որը հնարավորություն տվեց ղեկավարել այդ շարժումը Ղարաբաղում։ Շնորհակալություն ձեզ ևս մեկ անգամ դրա համար։ Հիմա ես կցանկանայի դուք մեկ հարցում ինձ օգնեք։ Հարցս այսպիսին է, ձեր կարծիքով, որն է ամենից մեծ սպառնալիքը յուրաքանչյուր երկրի համար։ Չէ, ամենից մեծ սպառնալիքը որն է։ Ինչ։ Էլի կարող եմ ասեք նայեք, ես որպես մի մարդ, որը եղել է առաջի պաշտոնում երկու երկրներում եւ Ղարաբաղում եւ Հայաստանում բավական երկար ժամանակ, կարող եմ միանշանակ ասել, ամենից մեծ սպառնալիքը յուրաքանչյուր երկրի համար անհաջող առաջնորդն է այդ երկրի։ Ստախոս, տգետ, խառնակիչ։ Յուրաքանչյուր երկրի համար, որովհետև նման առաջնորդի վնասը կրկնակի վնաս է։ Առաջինը քայքայում է երկիրը ներսից, քայքայում է պետական կառույցները, լարում է ժողովրդին մի զանգվածը մյուսի դեմ, բաժանում է սև ու սպիտակների եւ այլ, խառնում է ընդհանրապես ինստիտուցիոնալ կառավարումը երկրում։ Եվ երկրորդը նման կերպարի հետ ոչ ոք դրսում չեն ուզում համագործակցել։ Եվ նման կերպարը դառնում է գործիք այլ ուժերի ձեռքերում։ Ուրեմն վնասը կրկնակի վնաս է ներսում եւ դրսում։ Սա ճիշտ այն է, ինչ այսօր Հայաստանում մենք ունենք։ Ներսում մենք տեսնում ենք այս մթնոլորտը, տեսնում ենք ինչ է կատարվում, դրսում տեսնում ենք, թե ոնց են թշնամանում բարեկամների հետ, բայց նոր բարեկամներ չեն ստեղծում եւ ոնց են գործիք դառնում աշխարհակական տարբեր կենտրոնների ձեռքում։ Եվ այս ամեն ինչի գինը վճարում է մեր ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը։ Եվ իմ գնահատականը հետևյալն է, մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ։ Փորձեմ զուտ երկու օրինակով նաև ամրացնել իմ այս պնդումը։ Վերջերս մի հանճարեղ միտք հնչեց, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Չէ, հնչեց պետական պաշտոնյաների կողմից։ Ես չգիտեմ ինչ պետք է կատարվի մարդու սենց գլխում, որ այսպիսի միտք կարող է հայտ գալ։ Սա նույնն է, որ օրինակ պատկերացրեք Պաղեստինայի ժողովուրդը հայտարարի, որ իրենց անվտանգության երաշխավորը Իսրայելն է եւ վարչապետ Նեթանյահուն։
այն ամեն ինչից հետո, ինչ կատարվեց այնտեղ, 70,000-ից ավել զոհ, որից 2/3-ը կին եւ երեխա է։ Հնարավոր այսպիսի բան։ Ուղղակի հնարավոր չէ։ Ինչի համար է սա արվում։ Մեկ պարզ բանի համար, որ խաղաղության թեման դառնա մահակ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքի վրա ճնշելու համար, կամքին հարվածելու համար։ Այլ բացատրություն այստեղ չկա։ Պատրաստ ենք մենք դա հանդուրժել։ Կարծում եմ ոչ։ Եվ ընդհանրապես խաղաղության թեման չպետք է դառնա ընդհանրապես այս ընտրությունների համար ժողովրդի վրա ճնշում գործադրելու թեմա։ Երկրորդ, adekvatության, այսպես ոչ adekvatության օրինակը ես բերեմ։ Բոլորը գիտեք այն ինչ կատարվեց Գերանցում։ Հանձնվեցին հողեր, ասացին, որ սա դեմարկացիա, դելիմիտացիա է, սահմանազատում, եւ ասացին, որ մենք մեր հերթին կստանանք այն, ինչ պատկանում է Հայաստանին։ Մենք հողերը հանձնեցինք, դիմացը ոչինչ չստացանք։ Բայց ամենից հետաքրքիրը այլ բան է։ Կառուցվեց մի պատ, որը ներկայացվում է մեր ժողովրդին որպես խաղաղության խորհրդանիշ։ Ամբողջ աշխարհում պատը բաժանում է, ոչ թե միացնում է։ Բեռլինյան պատը եղել է սառը պատերազմի խորհրդանիշ, ամբողջ աշխարհի համար։ Չինական պատը եղել է պաշտպանիչ պատ հյուսիսից տարբեր վայրի ցեղերից պաշտպանվելու համար։ Բայց մենք ունենք մի առաջնորդ, որը sense տուրիստական գիդ է դարել, տանում է մարդկանց այնտեղ եւ ցույց է տալիս պատը եւ ասում է սա խաղաղության խորհրդանիշ է։ Մինչդեռ ամբողջ աշխարհում կրկնում եմ, պատը բաժանման խորհրդանիշ է։ Ամրոցները կառուցում են թշնամուց պաշտպանվելու համար, եւ ինչքան բարձր է այդ պատը ամրոցի, այնքան ավելի պաշտպանված է։ Հիմա սա adekvatության նշան է թե ոչ։ Սիրելի ժողովուրդ, կրկնեմ, սա առողջ մտածելակերպ ունեցող մարդու մոտեցում չի։ Բայց այդ հիվանդությամբ ուզում է վարակել մեր ժողովրդին ամբողջությամբ։ Երբ երկու հարևան իրար մոտ համերաշխ են ապրում, բարձր պատ չեն կառուցում, հակառակը, թափանցիկ մի բան է սարքում, որովհետև իրարից չեն զզվում, իրարից համերաշխ են, իրար սիրում են, հարգում են։ Բայց իրականությունը այսօր սա է, ես բերեցի երկու շատ պարզ օրինակ, որը ցույց է տալիս, թե ինչ տրամաբանություն է տիրում Հայաստանում իշխանավորների մոտ, թե ինչպիսի խառնաշփոթ է իրենց գլխում։ Եվ պետք է ամեն մեկը մտածի, թե այս խառնաշփոթը ինչ ազդեցություն ունենալու ամեն մի քաղաքացու վրա, երկրի անվտանգության վրա, երկրի բարեկեցության վրա։ Վստահ եղեք, լավ հետևանքների այս ամենը չի բերելու։ Ես օրինակ բերեցի Բեռլինյան պատի։ Երևի երիտասարդները դա չեն հիշում, բայց եղել են երկու Գերմանիա, չէ՞, եղել է սոցիալիստական Գերմանիա եւ ֆեդերատիվ Գերմանիա, GDR, FRG։ Մի պահ ես պատկերացրեցի, թե սառը պատերազմի այն թեժ ժամանակ, օրինակ GDR-ի առաջնորդը գար այդ պատի մոտ եւ ասեր այս պատը խաղաղության խորհրդանիշ է։ Հաջորդ օրը գժանոցում կհայտնվեր այդ մարդը։ Սա է իրականությունը։ Ընդհանրապես այն, ինչ ասում են հիմա, իրարամերժ այնպիսի հայտարարություններ են անում, որ մեկ-մեկ մարդ շշմում է, ասում է, լավ, սրանք, եթե իսկապես այսպես են մտածում, ապա
հոգեբանի կամ հոգեբուժի կարիք ունեն։ Եթե այդպես չեն մտածում, ուրեմն մի ամբողջ ժողովրդի դնում են խելագարի տեղ։ Սիրելի ժողովուրդ, մենք այս ամենը շտկելու պատմական հնարավորություն ունենք։ Եվ այս պատմական հնարավորությունը հունիսի 7-ն է։ Մենք արդյոք համերաշխ ենք ապրում այն մտքի հետ, թե մենք ունենք այսպիսի առաջնորդներ։ Եթե ոչ, ուրեմն պետք է այդպիսի մարդկանց հեռացնենք իշխանության, ափսոս ամեն օրը մեծ կորուստ է Հայաստանի համար, բայց սահմանադրական ճանապարհը հեռացնելու մեր առջևում է, քիչ է մնացել եւ ձեզ հետ միասին մենք սա պետք է անենք։ Կարող ենք անել։ Շնորհակալություն, ուրեմն անելու ենք միասին։ Հիմա մի քանի խոսք տեղական հարցերի վերաբերյալ, ավելի շատ կանրադառնանք երևի հարց ու պատասխանի հատվածի ժամանակ մեր այս հանդիպման, բայց ուղղակի ասեմ հետևյալը, մենք Դիլիջանից ենք եկել այստեղ այն ճանապարհով, որը հիմնովին վերանորոգվել է իմ նախագահության ժամանակ, շատ վատ վիճակում էր այդ ճանապարհը, եւ ինչի համար ենք դա արել, մարզերը իրար կապելու համար։ Ցավոք այսօր այնպիսի վիճակ է եւ ընդհանրապես փոքր պետությունների համար սա բնորոշ վիճակ է, երբ երկիրը կարա դառնա քաղաք երկիր, երբ ամեն ինչը կենտրոնանում է մայրաքաղաքում։ Սա լավ բանի չի բերում։ Եվ այն ժամանակ քաղաքականությունը այնպիսին էր, որ փորձել զարգացնել մարզերը եւ փորձել կապել մարզերը իրար հետ նաեւ, որ այդ կապերը հնարավորություն տան տնտեսապես շնչելու։ Կառուցվեց Սելիմի ճանապարհը Սյունիքը կապելով Յարկոնիկի հետ, այս ճանապարհը վերանորոգվեց հիմնովին, Թավուշի մարզը կապելու համար կապեցինք Լոռու մարզի հետ, Սպիտակ Գյումրի ճանապարհը այն ժամանակ հիմնանորոգվեց, Թունելը կառուցվեց նաև Աբովյանի մարզը կապելու համար Յարկոնիկի հետ, որ շարժը հնարավորություն տա տնտեսապես շնչել։ Վստահ եղեք, որ ուշադրությունը մարզային կենտրոնների նկատմամբ, ուշադրությունը շրջաններին մեծ է լինելու։ Քաղաք պետություն մոդելը Հայաստանի համար ուղղակի վտանգավոր մոդել է։ Մենք այնպիսի տարածաշրջանում չենք գտնում, որ դրա վրա ուշադրություն չդարձնենք, եւ սա երկրի անվտանգության բաղադրիչներից մեկը պետք է լինի։ Ամբողջ բնակչությունը չկենտրոնանա միայն Երևանում։ Երևանում այսօր ավելի քան 1/3-ն է ապրում Հայաստանի Հանրապետությանը, եւ եթե այս տենդենսը շարունակվի, մի 5-10 տարի հետո ուղիղ կեսը բնակչության հայտնվելու է Երևանում։ Դրա համար ինչ պետք է անենք։ Պետք է այնպես անենք, որ օրինակ Վանաձորում, Լոռու մարզում լինեն աշխատատեղեր, ապրելը հետաքրքիր լինի, քաղաքը եղել է լուրջ արդյունաբերական քաղաք, պետք է փորձենք աշխատատեղեր ստեղծել եւ հաշվի առնելով ձեր բնությունը պիտի փորձենք ամեն ինչ անել, որ նաեւ դառնա լուրջ տուրիստական կենտրոն։ Այդ հնարավորությունը կա, պոտենցիալը կա։ Իմ ժամանակահատվածում մենք ասենց մեգա պրոյեկտներ ենք իրականացնել Հայաստանում։ Շատ էին այդ պրոյեկտները։ Հիմա մտածում եմ նաև մեկ նման պրոյեկտի մասին, այսօր դեռ այդ աբիավկան միգուցե չանեմ, բայց մտածում ենք, թե ինչ է կարելի անել այստեղ կոնկրետ Վանաձորում լուրջ տուրիստական կենտրոն դարձնելու համար։ Եվ վստահ եղենք, որ անելու ենք։ Հիմա երևի անցնենք ավելի մեր ինտերակտիվ հանդիպմանը, չափազանց կարևոր է լսել ձեզ, որովհետև մենք մեր նաև հետագա անելիքները պետք է որոշակի կոռեկցիա ենթարկենք
հանդիպման ստացած մեր տպավորություններով։ Փակ թեմաներ չկան, բոլորը ազատ եք, յուրաքանչյուր հարց կարող եք բարձրաձայնել։ Մենք պատրաստ ենք, մենք ձեր տրամադրության տակ ենք։ Լավ։ Հիմա ես մնամ այս